Բարի լույս, բարի մարդկանց, ողջույն հայերին, ողջույն աշխարհասփյուր հայությանը։ Ժողովուրդ, այտենց ընդհանրապես մտա բարի լույս տա մի քիչ էլ զրուցենք, էլի կարճ։ Գիտեք, ինչ հարց է հետաքրքրում, որ շատերը չգիտեմ ուշադրություն եք դարձրել, մտածել եք այդ ուղղությամբ, թե չէ։ Հարց եմ տալիս բոլորիդ, կխնդրեի դուք ձեր կարծիքը գրեիք, որտեվ ես այս պարագայում չունեմ մի հատ հաստատված կարծիք, թե ինչու է տենց, բայց ուղիղ հարց տամ։ Կարաք ինձ ասեք, ամենօրյա թողարկումով ինչու է հեռարձակվում ազգային ժողովի նիստերը։ Նայեք, կապ չունի ընդ էլ չեմ ասում, ամենագլխավորը օրենքներ չի մշակվում, օրինագծեր չի մշակվում, խոսքի ինչ որ որոշումներ չի կայացվում, որ ասենք դա լուսաբանում են լրագրողները։ Ոչ, միացնում են ուղիղ եթեր, ու ընդ ինչ խոսակցություն գնում է, սա հրապարակվում է։ Լիքստե ես նախ վտանգներ եմ տեսնում, եթե մի պետության ազգային ժողովի նիստերը, որտեղ նիստերի ժամանակ նաև ցածր մակարդակի անձնական կոնֆլիկտներ, խոսակցություններ, բամբասանքի ժանրի ըստ օդում կախված լուրերի, ըստ հարևանի պատմածի, ըստ լեգենդների բաներ է շոշափվում, սա լսվում է, սա օտար երկրների հետախուզությունը սաղ ուսումնասիրում է եւ կարողանում է ինքը իր օգտին եւ իվնաց մեր պետության ինչ որ բան որոշի անի իրանց հետախուզությունով, իրանց ԱԱՑ-ով, տարբեր պետություններ, տարբեր Ռուսաստանը իր ՖՍԲ-ով քիչ են դաննեք հաղորդողը, հավանաբար կան չէ, շատ կլինեն մեր ազգի մեջ դա չի բացակայել բոլոր ժամանակներն, որ օտարին ինֆորմացիա տան, թե երկրում ինչ է կատարում, էդի քիչ է տակից թաքուն տան։ Մի հատ էլ 4 ժամ միացնում են, 5 ժամ միացնում են ու հերարցակում ազգային ժողովի նիստեր, որտեղ չի մշակվում օրինագծեր, օրենքներ չի ընդունվում, չեն խոսում ժողովրդի բարօրության, լավ կյանքի համար, չեն խոսում։ Բայց ամեն ինչից խոսում են։ Մենք սերիալի պակաս ունենք, մեր հեռուստատեսությունները սերիալի, ֆիլմերի, մուլտֆիլմերի, համերգների, կրկեսի պակաս ունեն, չունեն։ Այդ ամբողջ ուզում եք սենս, կլորացրած, գեներացրած, ներկայացնեք ազգային ժողովի նիստերի տեսքով, հա։ Եվ ստացվում էլ է ձեր մոտ, ուղղակի ես չեմ ուզում դա։ Ինչի համար։ Առաջներում հիշում եմ, մենակ մի օր էր հեռարձակվում ազգային ժողովի նիստերը, չորեքշաբթի օրն էր։ Փոքր եմ եղել, 10-10 քանի տարեկան, պապիկս, տատիկս նստում էին նայում, ես էլ դե ուրիշ տարբերակ չուներ, ես էլ պետք է նայեի, ժամանակ հնարավորություն չկար, 2 տելևիզոր ունենայինք, հեռախոսներ չկար, sense YouTube բան մտնեինք նայենք, տատիկս, պապիկս նստում էին ազգային ժողովի նիստերը նայում, ես էլ նայում էի, մինչև հիմա Արշակ Սադոյանի ձայնը ականջիս մեջ է, մինչև հիմա այն զրույցները բանը տենց հիշողությանս մեջ տպավորված է։ Լավ, այն ժամանակ շաբաթը մի օր էիք մեզ անհանգստացնում ժողովրդից։ Ինչ եք որոշել, որ այսուհետ ամեն օր եք անհանգստացնելու։ Խնդրում եմ, բերեք այսպիսի մի հատ պահանջ ձևավորենք, եթե դուք ամեն օր հեռարձակում եք, բերեք մի հեռարձակեք այնպիսի նյութեր, որը իրականում ինձ օգուտ չի տալիս։ Ինձ ասածտեղի բոլորից անհատապես վերցրած։ Հայ հանրությանը իրանց զրույցները օգուտ չի տալիս։ Լավ, դուք սենց եք արել նախկինում, դուք այսպիսի թալան եք արել, հանցագործություն եք արել։ Նախ առաջինը ես կարծում եմ, որ օրվա իշխանությանը պատիվ չի բերում, երբ որ ինքը խոսում է նախկին իշխանության թալանի մասին, որտեղ դուք եք այսօր իշխանություն ու թալան հասկացողությունը պետական բյուջեից, դա քրեորեն պատժելի արարք է։ Եվ ձեր վերահսկողության տակ է գտնվում բոլոր պետական ինստիտուտներն ու համակարգերը։ Խնդրեմ, դրա մասին փոխարեն դուք լռեք, որպեսզի չիմանա հանրությունը, որ ձեր օրոք շարունակում են թալանչիները ազատ ապրել, մի հատ էլ ասում եք, դուք սենց եք արել։ Սուս մնացեք, մի ասեք դες բան, արդեն խնդալու է, արդեն ձեր աջակից խումբը, ժողովուրդը, աջակից զանգվածը, ոնց ասեմ, էլի, ձեզ երկրպագող ժողովուրդը, ինքն էլ է հոգնել, ասում է, այդքան ասում եք, բոլա էլի, ասում եք, բռնեք, դուք ստեք ասեք, բա մենք գործադիր ենք, չէ, մենք օրենսդիր մարմին ենք, մենք չենք զբաղվում այս գործը, բա չեք զբաղվում, խի եք խոսում, եթե մի բանով դուք չեք զբաղվում, ինչ եք խոսում այդ թեմաներից, բա խոսացեք այն թեմաներից, որով զբաղվում եք։ Հետաքրքիր է, չէ՞ ժողովուրդ ջան, ինչպես են խոսում, օրինակ ես
Եթե բժիշկ չեմ, ինչի՞ եմ առողջապահությունից խոսում։ Եթե ուսուցիչ չեմ, ինչու եմ կրթությունից խոսում։ Ես հանրային գործիչ եմ, հանրային գլոբալ խնդիրներից եմ խոսում։ Կարամ կրթությունից ինչ որ գնահատական տամ բժշկությունից, առողջապահությունից։ Չէ, կարամ գնահատական տամ որպես բլոգեր, քաղաքացի։ Բայց ես հո չեմ դնում սկսում քլնգելը, բան խոսում։ Այնպես որ հարգելի իշխանական թեև ձեր այդ զրույցները արդեն հոգնեցրել է ձեր աջակից նույնիսկ զանգվածին, որ դուք ասում եք նախկինում սենց եք։ Ասում արել են, բռնե կարա։ Լավ, բռնում եք երկրորդ, երրորդ դեմքերի։ Այն ֆիգուրներին, ովքեր որ օգտվել են օրվա իշխանության թողատվությունից, օրվա իշխանության հրամանով, միգուցե նաև երկիր են թալանել։ Լավ, խնդրում եմ, մինչև երբ պետք է շարունակվի զրույցները։ Մենք արդեն քանի տարի է լսում ենք, 18 թվից մինչև 26-ի 8 տարի է լսում ենք, դուք նախկինում սենց եք արել։ Եվ 8 տարի շարունակ ոչ Լևոն Տեր-Պետրոսյանն է ձերբակալվել, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը։ Ասացեք տենամ, էլ ասելու իմաստը ո՞րն է։ Ես էլ չեմ պահանջում են ձերբակալեք։ Դա արդեն թող օրենքը զբաղվի իրանց գործերով։ Ես առաջարկում եմ անցնել կառուցողական արդեն գործի։ Դուք արդեն ձևավորել եք նոր իշխանություն, նույն խումբը չի, բայց իշխանությունը նույնն է, բայց նույն մարդիկ չեն, նոր մարդիկ են, նույն մարդիկ չեն, նոր մարդիկ են հայտնվել։ Ունենք ազգային ժողովում նոր թարմ երկրորդ ուժ ընդդիմությունը, որոնց մեջ առայժմ չկա այնպիսի դիրքորոշում, ինչը մեր գլխին բերել են Հայաստան դաշինքը այս 5 տարվա մեջ։ Ցավոք սրտի Հայաստան դաշինքը էլի մտել է խորհրդարան արդեն երրորդ ուժի կարգավիճակում եւ ցավոք սրտի իրանց են նույն մեթոդներով են շարժվում, իրանց են նույն զրույցներն ասте ազգային ժողովում։ Սա ցավոք, բայց ես ոնց հասկանում եմ Նարեկ Կարապետյանը անհատապես, քանի անգամ աչքովս անգել իր զրույցները, հա, եթե հանենք ընդ Ադանայի պատմությունը եւ այլ թեմաներ, եկեղեցու իբր պաշտպանը բաց Գարեգին երկրորդին, հա, անձնապես երևի երկրպագում են եւ մտածում են, որ իրանք սրբության սրբոց եւ մեր ազգը կգնի մեղքի տակ, ազգը կկործանվի, պետությունը կկործանվի, եթե Գարեգին երկրորդին չգնան պաշտպանեն։ Ընկերներ ջան, Գարեգին երկրորդը նախ առաջինը բոլոր մեր հայ ժողովուրդը, էջմիածինցիներ ավելի լավ գիտեն։ Այդ մարդը բիզնեսներ ունի, այդ մարդը ունի ինչ որ հարցեր դատարաններում, այսինքն քաղաքացիական տիրույթ է, էլի ոչ թե հոգևոր տիրույթ, հա, ոչ թե Աստծո կամքի տակ է, այլ արդեն անցել է իր գործողությունները դատական։ Եթե թո դատարանները զբաղվեն դրանով, դուք էլ ձեր օրինագծերով հերիք հա անձապաշտությամբ զբաղվեք, բերեք մարդա մեր գործով իսկապես զբաղվենք, այդ թվում եւ Գարեգին երկրորդը, եթե մենակ հոգևոր կյանքում ով կարար իրան դատի տար։ Ուրեմն այդ մարդը ուրիշ գործեր ունի։ Ես գիտեմ, որ բիզնեսներ ունի։ Ինձ է երբեն հայտնել, հələ այս թեմաները չկար, երբ որ Էնել նեյտրալ մարդ քաղաքականությունից օրինակ ասողը, իշխանության ընդհանրապես չընդունող մարդ, ասելա որ հա դե էջմիածին ապրողա, ասելա որ հա Գարեգինը իսկապես աղջիկ ունի, որը ոչ թե ասելա մեղադրանքի կարգավիճակով, ուղղակի տեղեկացրել է ինձ ինֆորմացիա տվել, որ հա աղջիկ ունի, այդ տարիներ առաջ էլ մի 3 տարի առաջ էր ասել։ Ես դրա համար չեմ էլ դրել, տեսել եք, ես չեմ մասնակցում այդ ակցիաներին, չեմ գնում եկեղեցի ցույցեր բան անում։ Իմ գործը չի, թող Աստված լինի բոլորից դատավորը, այդ թվում եւ Գարեգին երկրորդն էլ ինքը հո Հիսուս Քրիստոս չի, ինքը մեր նման Աստծո մարդն է, միգուցե մի քիչ առավելություններ ունի կամ ուրիշ բաներ, կապ չունի, դա իրանց թողնեն, բայց նաեւ ես լսել եմ իր մասին, որ դե բիզնեսներ ունի, չէ, ինչ որ զովքը այդ առևտրային ցանցը, խանութների ցանցը դա Իրանն է, չգիտեմ ճիշտ է թե սուտ, կարող դուք տակը մեկնաբանություններ եմ հերքեք կամ հաստատեք։ Ես լսել եմ ավելի վատը, որ ինքը աշխատողների բանի հետ հայհոյախառն է խոսում, հայհոյանքներով է խոսում։ Այսինքն ինչպես կարող է հայհոյի հոգևոր զավակը, Աստծուն հավատացող, իբր թե մարդկանց հավատք ներշնչող մարդ, ինչպես կարող հայհոյի։ Ես ինքս իմ մեջ ունենալով եւ ջղայնության զգացում եւ ըլնումապահել, որ բորբոքվում եմ, ես ինձ զսպում եմ, աշխատում եմ հայհոյանք չնչեցնել, որտեւ ես գիտեմ, որ դա Աստծուն հաճելի չի։ Այո, ջղայնությունս վախտանում անցնում է սահմանները, բայց ամեն դեպքում լավ, ես որպես շարքային եւ հասարակ քաղաքացի, ես զգում եւ գիտակցում եմ, որ դա լավ բան չի։ Բայց ինչպես կարող է երկրի հայ առաքելական եկեղեցին, որը մեր
պետական կրոնն է քրիստոնեությունը եւ հայ առաքելական եկեղեցին է ներկայացնում ամբողջ աշխարհին Հայաստանին որպես հավատքի գծով իր առաջնորդը կաթողիկոսը ես իմ հայոյանքներով բան խոսա բիզնեսներով զբաղվի տուն տա ինչ որ հոգեվորականի հետո այդ հոգեվորականը որ այդ գծից շեղվի իրանց չի ընդհարկվի բանալիները դատի տալիս հետ վերցնի հիշում եք տես դեպքերը այսինքն մարդը արդեն Գարեգին երկրորդը որպես մարդ ինչպես ես դուք եւ մնացածը մտել է քաղաքական դատական դիվանագիտական ռազմական այդ հարցերում բոլորում խառն է ինքը դե խառն է ինչի եք դրել սրբացնում եք ասում եք ամենայն ես չեմ համարում որ երկիր մոլորակի վրա կա սուրբ մարդ ես չեմ համարում իսկ թվում է Հիսուս Քրիստոսն է եղել սուրբ այնուհետև սրբերի դասին են շարքերին են դասվել որոշ մարդիկ չգիտեմ լուսավորիչնա նարեկացինա տենց անհատներ եղել են բայց առայժմ չի գրանցվել ոչ մի գրքում որ սրբերի դասին է պատկանում նաև Գարեգին երկրորդը Գարեգին երկրորդը իր ծառայությունը հետ բայց ես շատ խորացա կներեք թող Աստված իզների ես լուրջ եմ ասում չեմ ուզում մտնել այդ հոգևոր դաշտը մանավանդ անձերի քննադատել վարքաբեկել չունեմ ընդհանրապես բայց մի տեսակ տոնայնություն էլ կար քննադատության Գարեգին երկրորդի ուղղությամբ որը ես չէի ուզենա անեի իմ գործը չի անհատներով չեմ զբաղվում բայց ամեն դեպքում լավ այս ինչից հասանք այստեղ ասեցի որ Նարեկ Կարապետյանը որոշակի այդ իր պահվածքի մեջ Ադանայի եւ եկեղեցու գործերին տենց խառնվելով պաշտպանություն բայց դրա հետ մեկտեղ մարդը եւ իր բարերով բառացի արտահայտվեց որ պատրաստակամ է կառուցողական գնան բանակցությունների շփվեն հանձնաժողովներին մասնակից դառնան քննարկումներին օրինագծերին այսինքն ինքը ասել է այսօր կողմեն որ նախկին խորհրդարան ինչպես եղել է այդպեսին չլինի փոփոխություններ անենք լավ անենք մտածենք պետության համար եւ ես տեսնում եմ առայժմ իր խոստումի մեջ չկա դրժում իր այդ ասած մտքերին ինքը հələ դեռ չի դրժել ես չեմ ասում չի դրժելու ես մինչեւ չեմ հավատում որտեւ իմ կարծիքով օտար ուժերի ցանկությամբ է ստեղծվել այդ կուսակցությունը կամ անձնական նեղտիրույթի ֆինանսների պաշտպանության համար է այդ կուսակցությունը ստեղծվել եւ պարտավոր են որ գնալ այդ ճանապարհով որ ամեն գնով իրանց կուսակցությունը պաշտպանեն իրանց ուժը պաշտպանեն իրանց ֆինանսները ինչը արել է Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունը 5 տարվա մեջ որ Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունը չի բերել օրինագիծ հələ կգրեք տակը ինչ օրինագիծ է բերել այդ 5 տարվա մեջ որ ասենք ուզում ենք ժողովրդի համար այս ինչ բանը անենք լավ լինի բացի պոպուլիստական, նենց հաճոյախառը, չգիտեմ, էմոցիեք ներշնչեն ժողովրդին, հաճոյանան, որպեսզի հաջորդ ընտրությունները նորից ընտրվեն։ Ու իրանց մոտ ստացվել է։ Չեն արել ոչ մի բան, բայց նորից կարողացել են մտնել ազգային ժողով։ Դե ես ասել եմ, զարմանում եմ Ռոբերտ Քոչարյանի ընտրողների վրա, որ Ռոբերտ Քոչարյանն ընտրում են այդքան իր տասնամյակներում կատարված տարիներին հանցագործությունների, քաղաքական սպանությունների եւ այլն եւ այլն։ Նիկոլ Փաշինյանի օրոքել է եղել բաստողումներ, եղել է սխալներ։ Բայց պետք է կարողանանք մենք հաշվարկել, հասկանալ այդ հանցագործների քանի տոկոսն է Նիկոլ Փաշինյանի օրոք ծնվել, քանի տոկոսն է եկել կամած ոնց որ Ղարաբաղի հարցը հասել իրանց, դարձել իրանց ձեռին, այսպես ասած, փայաբաժին է դարձել եւ պատասխանատվությունը մնացել օրվա իշխանությանը։ Սա արդեն յուրաքանչյուր սխալի, յուրաքանչյուր գործունեության իրավիճակին պետք է առանձին անդրադառնալ։ Թե չէ որ ինձ ասում են, Գևորգ, դու Փաշինյանին հիմա պաշտպանում ես, թե դեմ ես։ Ես դից հարցը ժողովուրդ չեմ հասկանում։ Որ նայում ես մարդը խելացի, նես տգետ չի էլի, նորմալ մարդ է, խելքը գլխին վրոձի։ Ու տենց հարց է տալիս, զարմանում ես։ Ինչպես կարելի է Փաշինյանին ամբողջությամբ պաշտպանել կամ ամբողջությամբ դեմ լինել։ Փաշինյանի գործերին կարամ դեմ լինեմ, որոշ գործերին էլ կողմ լինեմ։ Ես այդպես էլ ինձ պահում եմ։ Ու լինում է դեպքեր, որ ասում են, «Արա, բայց այստեղն չի կողմնորոշվել միջև հիմա»։ Դոլ իրանք չգիտեն, որ իրանք չեն կողմնորոշվել։ Այդ մտածողները ասում են, Գևորգ չի կողմնորոշ, չգիտենք տենց էլի, ում մարդն է։ Ինձանից մի սպասեք որևէ մեկի մարդը լինեմ։ Ես կարամ լինեմ մեկի մարդը, զուտ իմ անձնական կյանքը լավ ապահովելու համար, բայց ես չեմ գնում դրան։ Դրա համար ես լավա դժվար ապրեմ, դժվարություններով անցնեմ, բայց երբեք չդառնամ որևէ մեկի մարդ։ Եթե ես որևէ մեկի մարդ դառնամ, ես չեմ կարող դառնամ արդեն պետության մարդ, ժողովրդի մարդ։ Ես չեմ դառնա արդեն պետականամետ մտածելակերպի։ Կլինեմ նեղ կուսակցական մտածելակերպի մարդ։ Դրա համար
Ես իմ դիրքերը լավ գիտեմ, իմ հետևորդները 1000 տարվա լավ գիտեն, թե իմ գործունեությունը ինչ նպատակ ունի, ինչին է ուղղված, ինչ եմ ուզում արածելնեմ, սա բացահայտ երևում է, որ ոչ մի ուժի չեմ ծառայում։ Լավին լավ, վատին վատ։ Վերջը Նարեկ Կարապետյանի դիրքորոշումը, ինչպես նկատեցի, առայժմ ես չեմ տեսել ինչ որ շեղվի իր խոստումից, այն առաջի օրը որ խոստացա, որ ինքը ուզում է կառուցողական ըլնի ազգային ժողով, բայց ես տեսնում եմ այսօր, պետք է ուղիղ ասել, քաղաքացիական պայմանագրի падգամավորներից անընդհատ էլի տանում են հին նոր թեմաները, անընդհատ ուզում են սրումներ մտցնել, այսինքն կառուցողական դաշտ չձևավորվի։ Սա վառ երևում է։ Ես չեմ ասում, ընդդիմադիրները չեն անում տենց։ Ընդդիմադիրները вообще շատ են անում։ Մանավանդ Հայաստան դաշինքը այդ դրանով է զբաղված, ուրիշ բանով զբաղված չի։ Թալանչին բանը, դավաճանը, հողատ ու բաց են զրույցների հələ ենթատեքստերով են։ Բայց Նարեկը եւ իրանց կուսակցությունը չնայած կներեք ինչ որ կարող է ես որ ամբողջությամբ չեմ եթերում նիստերին, ես այդ առողջությունը չունեմ 4 ժամ նստեմ նիստ նայեմ, ինչ նիստ նայեմ։ Այնա սերիալներ կա, այնա ֆիլմեր կա, լավ, դաստիարակչական, հոգեբանական, կենթանիների մասին, բնության մասին, ավելի լավ չէ 4 ժամը տենց բաներ նայենք։ Ինչ պիտի դնեմ ազգային ժողովում, տենամ ինչպես են իրար վիրավորում, իրար ստորացնում են, ինքնահաստատվում են իրար վրա։ Դա ինձ ինչ է տալիս, բացի բացասական էներգիայից։ Ոչ մի բան։ Ես նորից խստորեն դատապարտում եմ ձեր այդ վերաբերմունքը, որտեղ դա պատիվ չի մեր ազգային ժողովին եւ հարգանք չի դեպի հայ ժողովուրդ։ Հարգեք ձեր ժողովրդին, իրանց առօրյան եւ իրանց օրակարգը մի մտցրեք ձեր բամբասանքներով, ձեր վիրավորանքներով։ Նարեկ Կարապետյանին էլ հայ քաղաքացի ընտրել, Նիկոլ Փաշինյանին էլ հայ քաղաքացի ընտրել, Ռոբերտ Քոչարյանին էլ, որ ասեք մեկ այլ պետության ժողովուրդն եկել ընտրել, կասեմ սուտ է։ Մեր հայերն են ընտրել։ Հասկանում եք, ու դուք պետք է ձեր հակառակորդ թիմի ընտրող ժողովրդին հարգեք, չեմ ասում ձեզ ընտրող ժողովրդին հարգեք, այդ պալյուբումը դուք պետք է հարգեք, բայց ձեր հակառակորդ թիմի ժողովրդին ինչու չեք հարգում, ինչու եք ուզում ստորացնել, նվաստացնել, վիրավորել, ինչ անեք, հաջողանակ ում ձեզ ընտրողին, բայց ձեզ չընտրողը ձեր քաղաքացին չի, ձեր հայը, ձեր եղբայրը, ձեր քույրը չի, վերջացրեք արա, չի կարելի սենց։ Նորից եմ կրկնում ձեր այդ կինոները մենք շուտվանից ենք արդեն իմ այդ ձեր անցած ճանապարհը ես գիշերը աչքերս փակ մութ տեղերով անցնում եմ։ Շաբաթը մեկ օր էր հերարձակվում ազգային ժողովի նիստը, թե ինչա ժողովրդին կոնկրետ խնդիրներից բանից չթողնեն կենտրոնանան ազգի գլխին եկող պատուհասներին, պետական խնդիրներին, ասում են բերեք իրար վիրավորենք, թեմաները, բանը, հավայա, ինչից ասես խոսում են, բացի բանից։ Լուրջ կարևոր գործերից, որը կարող է պիտանի լինել ժողովրդին եւ պետությանը։ Ուրախ եմ առողջ ընտանիքի հետ վայելեք արժանի կանալավի։ Շնորհակալություն Դիանա ջան, շատ շնորհակալ եմ։ Բոլորից շնորհակալ եմ նախ թեմայի շեղվելով ասեմ ժողովուրդ ջան 1100-ից ավել մեկնաբանություն իմ պետության աջակցության բնակարան ձեռք բերելու կապակցությամբ բարեմաղթանքներ, լավ խոսքեր։ 1100 կոմենտարաների մեջ կային նաև երևի Ղարաբաղցի մարդիկ ու այդ լավ գրողները։ Ճիշտ է, շատերին գիտեմ, ընդ չեմ տեսել անկեղծ ասած Ղարաբաղցի մաղթանքներ գրող, մի հոգի եմ տեսել, այն Ռուսաստանում ապրող, գներ են Ղարաբաղցիներ, ովքեր որ մաղթանք են գրել չեմ իմացել, բայց վստահ եմ կլինեն։ Բայց ցավոք սրտի 1100 մեկնաբանություն գրողից երկու բացասական մեկնաբանություն ա եղել, երկուսն էլ Ղարաբաղցի, երկուսն էլ անձնապես ճանաչում եմ, մեկին անձնապես ճանաչում եմ, մեկին հերրակա, գիտեմ, որ Ղարաբաղցի թունավորված կին ա, Սուսաննան Ստեփանակերտցի, գրել ա ազգային ժողովի թեմաներից շեղվեցինք, Սուսաննան գրել ա Ստեփանակերտցի, ով որ չեմ ուզում ուրիշ բաներ խոսամ իր մասին, բայց ինքը իմ մասին TikTok-ի լայվեր ա մտնում, դե Սրիկայա Գևորգը, բան, sense վատ բաներ ա խոսում, մտել գրել ա ասում ա ծախված ասում ա վերջապես ասում ա դու տուն չունեիր Ղարաբաղ, ստեղ տուն ստացա դրա համար ուրախ ես։ Ես Սուսանան եւ իր նմաններին ասեմ, իր նման մտածող մարդկանց ասեմ, Ղարաբաղ ես ունեի երկու տուն, երկուսն էլ երկու հարկանի, ել չեմ ասում սեփական հողերս, վարձակալած հողերս, խաղողի այգիներ, թթի այգի, ծառատեսակներ տարբեր իմ հայաթում տնամերձում։ Այսինքն ես ավելի շատ, եթե վերցնենք ֆինանսապես եւ հումանիտար ես ավելի շատ եմ կորցրել, բայց իմ համար սրտից դարձ չլինի տուն կորցնելը, եթե այդ տունը երկրաշարժից փլուզվել, բայց ես շարունակեի մնայի իմ ծննդավայրում վերակառուցեի, ապրեի, վրանում կապրեի, կառուցեի։
Բայց ես ցավում եմ իմ հողի համար, իմ հայրենի հողի համար, իմ ծննդավայրի համար, դա է իմ ցավը։ Իսկ ձեր ցավը, ձեր նմանների ցավը, ձեր ունեցվածն է, որտեղ ձեր խոսքի մեջ դուք ապացուցեցիք, որ Գևորգ դու տուն չունեիր, դրա համար ուրախացել ես։ Իսկ մենք տուն ունեինք։ Իրականում իրանք տուն ունեին, դեռ հələ պարզ չի ինչ որ պետությունն է տվել, ինչով են աշխատել, որտեղ կան կանայք նաև, որ իրանց կյանքում ոչ բարոյական հետագից ունեն եւ այդ ոչ բարոյական հետագծով նաեւ տներ են ձեռք բերել։ Ես չեմ մտնում ձեր անձնական դաշտ, ես չգիտեմ դուք ինչպես եք ձեռք բերել, բայց իմ տունը իմ պապի հերն է սարքել։ Առաջի տունը երկրորդ հարկին իմ պապն է, երկրորդ հարկը շարել, մեր երկրորդ տունը 0-ից իմ պապն է սարքել 1975 թվին մտել են այդ տուն ապրել։ Ես էլ այդ տանն եմ ծնվել, մեծացել։ Այսինքն ես երկու սեփական տուն ունեի, կորցրել եմ, բայց չեմ չարացել ոչ այսօրվա իշխանության հանդեպ, ոչ մարդկության հանդեպ, ոչ ժողովրդի հանդեպ, ընդհանրապես չեմ չարացել։ Ու երբ որ իշխանությունը ինձ տուն է տվել, ու մնացած բոլորին էլ է տալիս, օգտվել եմ, բայց չասեմ շնորհակալություն մեր կառավարությանը, որ կառավարությանը շնորհակալություն անեմ։ Պուտին ձայձային, հա, արա ինչքան եք դուք այդքան այդ աշճանի ստուրուկ։ Պուտինամեր մեր երկիրը քանդեցի կարա ձեր օտարամոլ այդ պահվածքով, օտարամոլ մտածելակերպով։ Ինչպես կարելի է լինել հայ ու մտածել այլ պետության թագավորի մասին։ Հասկացանք կայսրությունները ունեցել են բոլոր ժամանակներում ազդեցություն մեր պետության վրա, ժողովրդի վրա, բոլոր ժամանակներում, էլի արաբներ, պարսիկներ, բյուզանդացիներ, հռոմեացիներ, սաղ ունեցել են։ Վերջին կայսրությունը ռուսականն է։ Չեք կարում թոթափեք արա կայսրության լուծը գոնե մտքով։ Պետականորեն մեր այս հարաբերությունները պետությունների հարաբերությունները այդ գործի հանձնարարությունը հանձնված է օրվա իշխանությանը, որ անվտանգային հարցերը լուծի պետության, որ կախվածությունը թույլատնի տնտեսապես ռազմականապես մեկ կենտրոնից աշխարհի կոնկրետ տվյալ պարագայում Ռուսաստանից։ Սա պետության վրա է, իշխանության, բայց դու հայ մարդ, դու ինքդ քո մտքում չես կարում թոթափես տրկամիտությունը։ Ու գիտեք ժողովուրդ ջան, ինձ հայհողները, անիծողները, որ հենց ռուսամետ չեն, ռուսաստուրուկ մարդիկն է, ռուսամետ մարդը նորմալ երևի խելքը գլխի մարդ է, իր կարծիքով Ռուսաստանի հետ է մեր երկրի ապագան, բայց ռուսաստուրուկը պուտինապաշտը դա ուրիշ կատեգորիա է։ Եվ այդ մարդիկ այո ինձ անձնական հայհոյանքներ, վիրավորանքներ են տալիս, մտածելով իրանք լավ հայ են, իրանք քրիստոնեությունը ընդունած առաջին հասկն են, այդ շմոններ կներեք ժողովուրդ այդ խոսքից համար, բայց քրիստոնեության կապ ունեցավ, որ դուք հայհոյանքով եք խոսում։ Ձեր հայրենակիցը հակառակ քաղաքական հայացքներ ու մտքեր ունի, միտք արտահայտում, կարծիքա ձևավորում ու կարծիքա ձևավորում ու եւ ձևավորում ժողովրդի մեջ իր մեջ էլա ձևավորվում։ Կներեք դրա համար հայհոյանք չի հասնում, այդ տգետներ։ Ուզում եմ ասեմ դուք կապ չունեք ոչ քրիստոնեության հետ, ոչ էլ հայկականության հետ, դուք ընդամենը ռսի կամ մեկ այլ ազգի, չնայած ուրիշ ազգի չէ, մենակ ռսի սապուկ լիզողներն եք։ Ընկերներ ջան, ռուս պաշտոնյաների մեջ ազնիվ մարդիկ կան, որ խոստովանում են, որ Հայաստանը մենակ է մնացել եւ 20 թվականին եւ 23 թվականին եւ Արցախը թափում եղել է ռուս խաղապահների ազդեցության տակ։ Ինչու է, ես չեմ հասկանում։ Արցախցի հայը, որ չի հասկանում այդքանը։ Եթե ռուս պաշտոնյաները հասկանում են, անդրադառնում են դրան, ինչու դուք չեք հասկանում, որտեղ դուք ձեր աչքի դեմն ա եղել, չեք տեսել այդքանը։ Մենակ ես եմ տեսել։ Թեման փոխվեց, հուսով եմ լավ ժողովուրդ ջան, հուսով եմ ազգային ժողովի այդ հարցին պատասխանը կտաք, թե ինչու ամեն օր հերարձակվում, ինչ նպատակ է հետապնդում, ինչ են ուզում դրանով անել, եթե տարիներ առաջ շաբաթը մեկ օր էր, եւ հետո օրինակ եմ ասում, ինչու է հերարձակվում։ Եթե կա պետությունը իրեք իշխանություն ունի, օրենսդիր, գործադիր, դատական, ինչու է հերարձակվում օրենսդրի նիստերը, չի հերարձակվում դատականի նիստերը։ Մենք ժողովուրդս ավելի շատ կարիք ունենք դատական համակարգում հեղափոխության, դատական համակարգում ռեֆորմների, որովհետև մենք ունենք իսկապես խնդիրներ երկրի ներսում, ժողովրդի մեջ մարդկային հարաբերությունները, որը հանգում է նաև իրավապահ համակարգի միջամտության։ Կոնկրետ ես էլ առնչվելով քաղաքացիների հետ մեկը խարդախությամբ, մեկը գողությամբ, մեկը հայհոյանքի վիրավորանքի, ես չեմ տեսնում, որ իապա համակարգը, կոնկրետ դատական համակարգը մնացած մարմինները զբաղվող օրենքի հետ բավարար գործողություն ծավալեն եւ այսպես ասած պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։ Բա հերարձակը գետի
Խիչեք ամեն օր դատական համակարգը դնում, հայրարձակում տենակ ինչ են արել, ինչ չեն արել։ Թե ընդ էլա նույն կինոն ըլնելու, հիմա ինչ տարբերություն ազգային ժողովն է կինո ցույց տալիս, համերգ ցույց տալիս, թե դատական համակարգը ցույց կտա։ Տեսնում եք, ինչու օրինակ կադաստրային կոմիտեի բանը քննարկումները չեք հերարձակում։ Ինչու քաղաքաշինության, ինչու կրթության եւ գիտության, ինչու առողջապահության, ինչու մնացած համակարգերի ուղիղ նիստերը չեք հերարձակում։ Ինչու դրած ազգային ժողովի, որովհետև ազգային ժողովում ավելի շատ մարդ կա եւ ազգային ժողովում նստածների մեծամասնությունը պրոֆեսիոնալ դերասանական հատկություն ունեն եւ կարող են ցույց տալ հայրենասիրությունը իրանց բառերում, բայց գործողությունները հանգում է հակահայկականության, հակաժողովրդավարության եւ վնասատալիս պետությանը։ Ձեր խոսակցությունները մանավանդ Ադրբեջան, Թուրքիա հարաբերությունները ճիշտ չի, հրապարակային հնչվի, ճիշտ չի այդքան բարձր խոսվա։ Խոսում եք, թաքուն խոսացեք, քննարկեք, սաղդ էլ հայ եք, Նիկոլ Փաշինյանն էլ է հայ, Նարեկ Կարապետյանն էլ է հայ, Ռոբերտ Քոչարյանն էլ է հայ, եւ իրանց ենթակայության, իրանց կուսակցության մեջի մարդիկ սաղել Հայաստանի քաղաքացիներին, իրավունք չունեն ուրիշ պետության քաղաքացի լինեն, եւ ըստ այդմ, եթե դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք, դուք պարտավոր եք այդ քննարկումները, որը կարող է թուրքը լսի եւ ուրիշ բան ստացվի, քննարկեք թաքուն, առանձին։ Դուրը փակում եք ներսից, մտնում եք սկսում քննարկել, ինչպիսի ուղղությամբ ենք շարժվում Ադրբեջանի հետ հարաբերությունները, Պարսկաստանի հետ, Թուրքիայի հետ, Վրաստանի հետ, Ռուսաստանի հետ, աշխարհի հետ ընդհանրապես։ Եվ իսկապես մի բան էլ ասեմ, ես էլ վերջին քննադատությունս այսօրվա իշխանությանը, համ լավն եմ ասել, համ վատը։ Հարգելի իշխանություններ, հիշում եք անցած տարի ինչպես էիք ոգևորում, ասում եք, 430 դրամ բենզինը, վատ է ժողովուրդ, բայց ինչի է 640 դարձել։ Ես ինչ գներա, տեղյակ եք։ Հարգելի իշխանություններ, դուք սենց մարդուն մի հատ ծաղկե փունջ տակ շնորհավոր եք ծնունդը, այն 364 օրը, всё դնեք կզսնեք, տենց եք անը։ Մի օր բենզին բերիք, էժանցերիք, հələ մի հատ էլ ձեր վրա գնիք դրին, ասին դավաճաններ են Ադրբեջանից բենզին են բերել, որի համար ես ձեզ չեմ ասել դավաճան, ես ասել եմ մեր պետությունը ճիշտ կանի, որ որտեղից էժանա իր պետության համար էժան ապրանք բերի։ Բենզին կլինի շոր, կլինի ուտելիք, ցորեն, չգիտեմ, ինչ ուզում ալինի, որը էժանա բերեք մեր պետության, մեր ժողովրդի համար։ Եթե ժողովուրդը հեշտ ապրի, լավ ապրի, պետությունը շանսեր ունի զարգանալու, ուժեղանալու։ Բերիք մի ամիսա, 5 օրա, մի շաբաթա էժան բենզին տվիք, հիմա նայում եմ, 640 դրամ է ինչ է։ Խնդրեմ, հարգելի իշխանություններ, սրանով զբաղվեք եւ ընդդիմություն բան չունեք խոսալու, սրանից խոսացեք, գնացեք ասեք, բա պարոն Փաշինյան, ահա, ստե ուրիշ բան կա։ Դուք եք, հա, ընդդիմություն դժգոհ որխի բենզին Ադրբեջանից եկավ էժան։ Դրա համար երես չունեք, ասեք, բա պարոն Փաշինյան, չի լինի նորից այդ էժան բենզինից բերեք ժողովուրդը մեղքեն 200 դրամ կտրուկ աճա գրանցվել բենզինի շուկայում։ Վատ կզգաք, բա ոնց ձեր խոսքը արդեն, բա ձեր խոսքին, ձեր թքածը կլիզեք, ձեր խոսքին դեմ կգնաք։ Եվ բա դա սազմա ձեզ, ինչ կապ ունի, որ կարող է ձեր այդ պահանջը բողոքը իշխանություններին օգտակար լինի հասարակ ժողովրդին։ Կարող է օգտակար լինի, բայց ձեզ դա պետք չի, ձեզ պետքա դուք ձեզ ցույց տաք, թե ինչ խիստ հայրենասեր եք, թե ինչպիսի դուք սկզբունքային եք եւ ինչպես եք սիրում երկիրը դրոշով, տատիկ պապիկի արձանով, Մայր Հայաստանի արձանով, Մասիս Սարով, Ադանայով, ծովից ծովը հետ բերելով, կարևորը բառերով ասում եք այդքանը, բայց երկրում կա խնդիրներ, այդ թեմ որ ասեցի, վառելիքի հարցը, այդքան թանկացած։ Ցորենի հարցը, ցորենը ինչի էժան բերեցին երկրորդ ցորենը, բայց ոչ մի անասնակեր չի էժանացել։ Հիշում եք, որ դրա մասին խոսում էի, իշխանության աջակից բլոգերներ, բան այդ բախի ես տենց ասում Քոչարյանի ժամանակին, ինձ հետաքրքիր չի արդեն Քոչարյանը անցյալ է իմ համար։ Իմ համար ներկա է այսօրվա իշխանությունը եւ իշխանության քայլերի մեջ, որտեղ ես տեսնում եմ բաց, դրա մասին բարձրաձայնում եմ, խոսում եմ։ Խնդրեմ, իշխանություն զբաղվեք ցորենի հարցով, բենզինի հարցով, չգիտեմ, մնացած կոմունիկացիոն հարցերով, որ ժողովրդի համար լավ լինի։ Իսկ դուք ընդդիմություն Ես եմ ձեր փոխարեն այտենց բաներ բարձրաձայնում, դուք բարձրաձայնեք, դուք Ադանան հետ բերողը չեք, դուք կաթողիկոսի քաղաքացիական կյանքում կատարած հանցագործությունները եթե կա, դուք չեք պաշտպանը, այնա փաստաբաններ կան, կպաշտպանեն, այդ մարդու դատավորությունը կանցնի։
Այստեղ թասիբի հարց չկա, այստեղ նամուսի հարց չկա, այստեղ եկեղեցին չեն քանդում հիմքերից։ Եկեղեցում կան անհատականություններ, ովքեր որ կարող են եւ շեղված են, ինչպես ես կարամ շեղվեմ, դուք կարաք շեղվեք։ Բոլորս էլ այս երկրի վրա ապրում ենք մեղքերով։ Ոչ ես եմ անմեղ, ոչ Գարեգինն է անմեղ, ոչ է մնացածը։ Ամենքի մասին էլ լսել ենք, փոքր երկիր է, քիչ ժողովուրդ ենք, սաղի մասին ինֆորմացիա կգալիս է, ով ինչ սուպերմարկետների ցանց ունի, ով ժողովրդին հայհոյեց, ով անեցք տվեց, ով Արցախը կորցնելու ժամանակ ուղես չեղեց ոչ Կիրիլին, ոչ դե կրոնական վերևներում իրար կապ ունեն։ Թող մոլային, ադրբեջանական մոլային ասի խառնվի ժողովրդին մի թողեք բանանի։ 90-ական թվականների պատերազմը, եթե չեմ սխալվում, այդպիսի հարաբերություններ ստեղծվում էր կաթողիկոսի եւ ադրբեջանական մոլայի միջև։ Հիմա այդ մեր Գարեգինը ինչքանով է ստեղծել այդպիսի հարաբերություններ, ես տեղյակ չեմ։ Թող Աստվածից ներողնի, միգուցե ստեղծել միջամտել են, հարցեր են փորձել լուծել։ Թե չէ գիտեք ինչ կա, ասես մի հատ միկրոֆոն վերցնեմ, ինչ որ Գարեգինն էլ ասես, միկրոֆոնը վերցնեմ, ասեմ Արցախը երբեք չպիտի լինի Ադրբեջանի կազմում, Արցախի ժողովուրդը պարտավոր են ապրել իրանց հողում, եւ սա ընդհանրապես ժողովուրդ կենացա։ Սա անելու համար պետք է մեխանիզմներ ձևավորես, ու այդ մեխանիզմները աշխատացնես, որպեսզի իսկապես քո խոսքը գործ դառնա, որ Արցախի հայը մնար Արցախում ապրեր։ Վերջը խունկ ծխելով չէ, էլի ժողովուրդ ջան, խունկ ծխելով չէ, պետք է աշխատանքներ տանես։ Կաթողիկոսը պետք է նաև եկեղեցուց դուրս գա, ժողովրդին գնա մխիթարի, խրախուսի, հոգևոր սնունդ տա, պետք է հավատ ներշնչի, պետք է հոգեպես ոչ առողջ եւ հոգեպես ծանր վիճակում գտնվող հանրությանը աջակից լինի։ Մի տեսակ այդ պարտավորվածությունն ու պարտականությունը ես իմ վրա ավելի շատ եմ զգում։ Այս սպիտակ մազերը դրա մասին է խոսում։ Ես ավելի շատ եմ անհանգստանում հայ հանրության մեջ այդ ատելության, հայ հանրության մեջ իրար հանդեպ թշնամանքի, այս բառակտվածության, այս կեսը ռուսամետ, կեսը եվրոպամետ, շատ երևի քիչ մարդ է, որ հասկանում է, որ պետությունը, պետականությունը պաշտպանելու համար դու պետք է լինես ոչ մի մետ, դու պետք է լինես կենտրոնամետ քո պետության համար մտածող, դու պետք է քո հայրենակցին անկախ քաղաքական հայացքներից հարգես։ Ոչ թե ասում եմ կիսես միտքը, պարտավոր չես կիսել, մտքերը բազմաբղետ են, բազմազան են, բայց այլակարծությունը, որ կա քո ժողովրդի մեջ, նրա մասին է, որ կյանքը շարունակվում է, մարդիկ ապրում են, մարդիկ տարբեր մտածելակերպ ունեն, եւ դու դիմացինդ պետք է հարգես, ոչ թե ատես։ Այս սրա համար ես պետք է մենակ խոսամ, բա Գարեգինին գնացած դատարանում պաշտպանում է, Գարեգինն էլ թող մեզ պաշտպանի էլի այդ այլակարծություններին վիրավորող հայհոյողներից։ Ու հետաքրքիր է Գարեգինին պաշտպանողներն են ինձ հայհոյում անիծում։ Ես չեմ հասկանում, ինչքան հայհոյող կա, անիծող կա, ինչքան կրեբլապաշտ մարդ կա, Գարեգինին էլ է պաշտպանում։ Կարող է ինչ որ կապ կա Գարեգինը բանի հետ։ Կաթողիկոսը ինչ որ կապ ունի Կրեմլի հետ։ Իսկ թվում է պետք է Երևանի հետ կապ ունենա, ազգային ժողովի հետ, կառավարության հետ կապ ունենա, պորտալարով, ամեն ինչով, հոգով, սրտով, մտքով, ամեն ինչով պետք է Հայաստանի հետ կապ ունենա։ Ինչքան ասում եմ, թռած մարդ կա, Հայաստանից դեպորտ եղած, հայ ժողովրդին վիրավորած, կապ չունի մի հատվածի, կես հատվածի, լրիվ հատվածին։ Այսինքն ինչքան պիղծ մարդիկ կան, ես ինձ մեկնաբանություններում վատ բաներ են գրում, ուսումնասիրել եմ, բարոյական կերպար չունեն, իրանք կյանքում եղել են անբարոյական կին, որպես տղամարդ եղել է աչքը գցած հարևանի կնոջ, աղբոր կնոջ վրա պղծությունների մեջ թաղված, կեղտոտ իրանց, չգիտեմ, թմրամոլ կամ մեկ այլ, գիտեք, մոլագար մարդ, որ ինքը ոչ սկզբունք ունի, ոչ կարմիր գծեր ունի, ոչ ինչ որ ազնիվ հետագիծ ունի թողած։ Այդ մարդիկ, չգիտեմ, ինձ վատ բաներ գրողները դրանք են, եւ տեսնում ես նաեւ, որ իբր թե բան են, հավատք են պաշտպանում, կաթողիկոս են պաշտպանում։ Լավ, հազար ներողություն, Աստված թող ներողանի, շատ խորացա այդ թեմային, բայց դա անհանգստացնում է։ Մի բանը, որ ինձ անհանգստացնում է, չեմ կարող լռել։ Ժողովուրդ, լավ մնացեք, բոլորիդ բարի օր։ Խաղ երկինք ամբողջ աշխարհին, իսկ Հայաստանը թող ծլի, ծաղկի, զորանա։